Մենք Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանից գյուղում ենք։ Այս գիշեր լարվածություն է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում։ Հակառակորդը մոտ կես ժամ գնդակոծել է Բաղանիսը։ Բարեբախտաբար վիրավորներ եւ զոհեր չկան։ Արկղը լավ չէ։ Կարտոշկեն ցանածային կողմը, վերև մի քիչ բանջարեղեն նոր դրել։ Նախազնել պետքա սացիլ ալի էլի պարնիկում սացիլ ենք դրել, որ պետքա բերենք պոմիդորը, բանը շարենք ստեղ։ Մենք ենք աշխատում, մենք ամուսիններով ենք ապրում, երեխեք ստեղ չեն։ Ռուսաստան են գնացած շատ շուտվանից ընտանիքավորված, մենք երկուսով ենք ստեղ։ Ապրում ենք էլի ստիպված։ Եթե կրակում ենք ու չենք գալի տանը, երբ չենք կրակում դուրս ենք գալի մեր առօրյա աշխատանքով ապուստով, ինչ կարանք անենք, էսա մեր տունը առաջ գիծա, ամբողջ դիրքերը լրիվ նավոտքի տակ աստեղ, ամբողջ կրակոցներ էս կրանտ հաղերի վրայա տուն չկա, որ կրակած չլի, ջարդած չլի, բայց ինչ անենք ու ոչ մի տեղ չենք կարա գնանք, ստիպված ենք մնանք, գնալու տեղ շատ ունենք, բայց մեր սահմանը, մեր տունը, մեր տեղը ոնց բրախենք, որ գնանք, չենք կարա։ Երեխաները չեն ասում գնաք։ Վա, երեխաներն ամեն օր են զանգում, չեք մնում այդտեղ եկեք, բայց ոնց գնանք աղջիկ ջան, մեր սահմանը, մեր տունը, տեղը ոնց թողենք գնանք, կլինի, որ ամենքս մի տեղի վրա թողնենք գնանք, փախչենք, բա մեր սահմաններնով պահի, բա մեր զինվորները ծառայում են, պահում են հողը, սահմանը, մենք թողենք փախչենք, այդ չի մարեն այտենց օրական զոհ, օրական կորուստ, օրական մա, մենք փախչենք գնանք չի լի, ստեղ մենք մնում ենք, բայց շատ վտանգի տակ, այս գիշեր շատ կրակեցին, շատ կրակեցին, ժամը 9:30 սկսեցին մինչև 11:30։ Իհարկե լարված ենք, անհանգիստ, առավոտ վեր ենք կենում, կամ այդ կրակոցից հետո մեկս մեկին զանգում ենք, ոնց եք, ինչ եք, խո վտնաշ չկա, խո վտանգ բան չկա։ Լարվել կլի այս վիճակում, որ ամենը, ընդ որ գնանք բալկոնը նայես, դիրքը մի կիլոմետր չկա։ Այն իրանց պոստերից օթային, որ կրակում են, մի կիլոմետր չկա, որ զենքից, ավտոմատից էլ կրակ է գալիս է դուռը հասնում։ Որոշ օգնություն լինում է, հա, եթե դիմում ենք գյուղապետին, եթե մենք դիմենք իհարկե, որոշ օգնություններ լինում է, բայց դե մեզ օգնություն ոչինչ պետք չի, մենք պետությունը թոշակա տալի, մենք ապրում ենք, մեր հողով, մեր բաղով, մենակ խաղաղ լինի, մեր այս հայ զինվորները, մեր ժողովուրդը չկորչեն, անտեղի տեղ այսքան կորուս չտանք։ Սա է մեր խնդրանքը, խաղաղ հարցերը լուծեն, ամենքը իրանց տերիտորիայում ապրեն, էլի մարդիկ են։ Եթե սկսվեց, ավելի բարդ կլինի, քան Արցախ, որտեղ մենք ավելի ենք սահմանի մոտիկ բնակավայրերի նկատում։ Ինչ ուր պետք է գնանք, ասենք եթե դուրս ելենք։ Մեր տունն է, մեր հոն առաջին հերթին ցանկանում ենք պահենք, ոչ թե դուրս գանք։ Ու տենց էլ անում ենք։ Լավ։ Փամփուշտները 12.7 տրամաչափն է, դեշը կա այդ բան։ Սա գյուղացիներն են առավոտը բերել, արդեն մի տեսակ դարձել է բնավորության գիծ։ Բնակության մեջ որ կրակում են տան առաջ հայաթ, որ թափվում է, բերում են ցույց տալիս, որ սա գնդակը կպել է։ Հիմա էսա։ Շատ ունեք։ Հա, դարակում շատ ունեմ, կան։ Ապրիլի 1-ից 5 ընկած հատվածը եւ որ Արցախում վիճակը գեր լարված էր, կոնկրետ Բաղանիսի ուղղությամբ սահմաններ այդ օրերն անցել է հանգիստ, 1-2 միջդիրքային, դա արդեն սովորական բնույթ է կրում, 1 հատ ավել, 1 հատ պակաս, բայց անցած գիշեր 11-ից մինչև 11:30 կողմերի երեկոյան ժամերին Բաղանիս գյուղի ուղղությամբ ադրբեջանական հրանգրից գնդակոծվեց։ Ուզում եմ շեշտել, որ գնդակոծվեց, ոչ ռմբակոծվեց, քանի որ մի քանի տեղ համացանցում հանդիպեցի լրագրողական սխալ հայտ է կարելի ասել ձևակերպում տալ, ու այդ փոքրիկ կամ թերությունը կարող է ավելի, ասենք, խոճապային իրավիճակ առաջացնել, որ Բաղանիսում եւ այլն։ Հիմա ամեն մեկս մեր գործով ենք զբաղված, մեր աշխատանքներով ենք զբաղված, մանկապարտեզում ու դպրոցում պարապմունքները չեն դադարացվել ու չեն դադարացվել էս ոչ մի անգամ, միշտ պարապմունքները արվել է, դասապրոցեսը չի ընդհատվել։ Առայժմ վնասի մասով չեմ կարող ասել, քանի որ ազգաբնակության տեղեկ է պահվել տուն, կտուր, տանիք հարկավոր լինելու դեպքում մեկնենք Արցախ, բայց հարկասու դրա կարիք չեղավ։
եւ մենք պատրաստ ենք ու միշտ ենք պատրաստ եղել մեր երկրի, մեր գյուղի սահմանը պահել։ 8 ծինծառայող ունենք, որ այդ Մատաղիսի եւ Ջեբրայելի ուղղությամբ են, Փառք Աստծո, ողջ առողջ են։ Տանձը խնդր ուտելու, նա մեզ այգի կանչում։ Մանկապարտեզի աշխատանքները թե են դադարեցվում, մենք աշխատում ենք, երեխաները գալիս են, մի փոքր բացակայությունները շատանում են կրակոցների պատճառով, բայց ամեն դեպքում մեր փոքրիկները գալիս են, ուրախ տրամադրությամբ աշխատում ենք նրանց հետ։ Ընդհանուր լարվածություն կա, թե չէ, Խաղում ենք։ Լարվածություն երբեմն լինում է, բայց չի խանգարում այդ ամեն ինչը, փորձում ենք հաղթահարել։ Գալիս ենք երեխաներին տրամադրությունը բարձր ենք պահում, որպեսզի նրանք չզգան կրակոցների լարվածությունը։ Թողնանք մեր երկրի վրա չապրեն, թողնանք իր երկրի վրա ապրեն, մենք էլ մեր երկրի վրա ապրենք։